Դու անցել ես մի ճանապարհ, որը որ բավականին երկար եւ դժվարին է եղել, մինչեւ այսօր կարողացել ես ունենալ այն անունը, որը որ ունես։ Ես բացառություն չեմ, ես կարող եմ ասել եւ ոչ թե բացառություն չեմ, այլ հենց իսկական ամերիկյան երազանքի ճանապարհն անցած խորհրդանիշ եմ եւ օրինակ։ Դու Մայքլ Արամի ստորերի ամենաշատ սազանող person-ն ես։ Քանի որ այդ առաջարկը եղավ, չմերժեցի եւ իր համար աշխատեցի company համար եւ ներկայացնում էի company-ին Կալիֆոռնիա եւ Ամերիկա։ Ոչ միայն իր, այլ եմ ասում աշխարհարչակ շատ դիզայներների համար։ Ես այդ համագործակցություններն ու բաները արել եմ եւ մինչեւ հիմա էլ անում եմ։ Չեմ հիշում որ թվականին մեծ ծնունդ կազմակերպեցիք, չէ՞։ Դու եղբայրդ։ Քանի 3-400 հոգի 2013 թվականի հունվարին ես արդեն տան մեջ ծնունդներ, առիթներ էի անում ու սկզբից ասեմ, այսինքն մոտավորապես 13-14 տարի արդեն կարող եմ ասել, այդ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Watch me soar, this is my new voice, a millions and more, louder than the silence, stronger than before. Ողջույն բոլորին, ես Գրիգն եմ եւ այսօրվա իմ հյուրն է event planner Էդգար Հայրապետյանը։ Ողջույն Էդգար ջան։ Հայ Գրիգ ջան։ Ոնց ես։ Շատ լավ, քո տաղավարում շատ հաճելի, լավ։ Շնորհակալություն որ կարողացա ժամանակ հատկացնես, հյուրընկալվես ինձ։ Այսօր Էդգարը մեր հայ հասարակության մեջ, մանավանդ ամերիկյան հասարակության մեջ բավականին հայտնի մարդ է տարբերություն իմ մնացած հյուրերի, բայց դու ինչպես նշեցիր, դու սիրում ես լինել ավելի շատ background-ում։ Այսօր քեզ կբերենք front։ Փորձենք Էդգարին բացահայտել ավելի ճակերտավոր այն կողմից, որը որ մեր հասարակությանը հայտնի չի, որտեվ դու անցել ես մի ճանապարհ, որը որ բավականին երկար եւ դժվարին է եղել, մինչեւ այսօր կարողացել ես ունենալ այն անունը, որը որ ունես։ Ով էր Էդգար Հայրապետյանը մինչեւ հայտնի event planner դառնալը։ Էդգար Հայրապետյանը մինչև հայտնի event planner դառնալը մասնագիտությամբ իրավաբան էր, ավարտած master's degree-ով Հայաստանում թե Հայաստանում եւ Եվրոպայում, այո, ավարտած կարմիր դիպլոմներով, բայց դա արված էր հիմնականում ծնողին, կոնկրետ այս դեպքում մայրիկին happy բայելու համար, ուրախ բայելու համար, որտեղ մաման ուզում էր, որ ես դառնայի իրավաբան։ Բայց դա իմ կյանքում նենց չի եղել, որ ես դրա մասին շատ եմ երազել, որտեղ ես թղթաբանություն չեմ սիրում, ես ավելի կրեատիվ անձ եմ եւ սիրում եմ անել ինչ որ սիրում եմ, որը անում եմ հիմա ու որով շատ հպարտ եմ ու ուրախ ու շատ հաջողակ եմ։ Դա արվել էր զուտ մայրիկին ուրախ բայելու համար, բայց կյանքում չեմ աշխատել։ այդ հակակշիռ էր եղբորը, թե Հակակշիռ էր եղբորս, այո, դե ցանկացած ինչպես ցանկացած հայ ընտանիքում երևի ծնողները հայ սիրում են, որ իրանց երեխաները կամ լինեն բժիշկ կամ իրավաբան, որպեսզի կյանքները ապահովված լինի։ Սա նույնն էր երևի իմ մայրիկն էր, հայ ընտանիք կոլորիտային իսկական ընտանիքի մի ծնող, այսպես ասած, որ ուզում էր իր երեխաները լինեին իրավաբան եւ բժիշկ։ Սա այդպես եղբայրս դարձավ բժիշկ, ես դարձա իրավաբան, իհարկե եղբայրս երգիչ էր, երգիչ բայց մայրս ուզում էր որ բժիշկ եւ իրավաբան։ Տենց էլ դարանք, բայց մեր ճանապարհները իհարկե գնացին այն ճանապարհները, որը որ Աստված էր կարծում մեզ համար գծել ու կամեցել ու գրել։ Իսկ դու Ամերիկա եկար եղբորից հետո, թե ավելի շուտ։ Ես Ամերիկա եկա եղբայրս Ամերիկայում էր 2007 թվականից, եթե չեմ սխալվում, բայց ինքը չէր ապրում այստեղ, ինքը գնում գալիս էր, որտեվ green card ուներ, այսինքն տարվա կեսը ապրում էր Հայաստանում եւ մյուս կեսը կամ մի քանի ամիս ապրում էր Միացյալ Նահանգներում։ Ժամանակ էր, չէ՞, մշակույթի նախարարություն։ Այո, ինքը այդ ժամանակ աշխատում էր մշակույթի նախարարի խորհրդական եւ տարբեր քաղաքական բաների մեջ, այսպես ասած, ընդգրավված էր, involved էր եւ նաեւ այստեղ համայնքում, բայց քանի որ մայրս այնտեղ էր, հիմնականում մենք կապված ենք շատ, սո չէր կարողանում մնալ ավելի երկար, սո այդպես։ Հետո ես որ եկա արդեն, ես եկա իրանից մոտավորապես 4 տարի անց, հետո ես որ եկա արդեն հիմնավորվեցի, հետո եղբայրս եկավ, մշտական մնաց եւ հետո մայրս։ Էդգար, որ եկար Ամերիկա, Ամերիկան ունի հատկություն, որ բոլոր էմիգրանտներին ընդունելիս մի հատ ուզում է ցույց տա իր դեմքը, ասելով, որ կա ամերիկյան երազանք, բայց մինչև երազանքին հասնելը պետք է անցնես ճանապարհ։
Կարծում եմ դու բացառություն չես ու անցել ես այդ դժվարին ճանապարհը։ Օրինակ ի՞նչ դժվարություններ ես։ Չէ, բացարձակապես կարող եմ ասել ես բացառություն չեմ, ես կարող եմ ասել եւ ոչ թե բացառություն չեմ, այլ հենց իսկական ամերիկյան երազանքի ճանապարհն անցած խորհրդանիշ եմ եւ օրինակ։ Ես եկել եմ Միացյալ Նահանգներ բացարձակապես ոչ մի բան չունենալով, չեմ ունեցել գումար, չեմ ունեցել աշխատանք, չեմ խոսել լեզուն, չեմ ունեցել թղթեր, չեմ ունեցել բարեկամներ կամ ընկերներ, ոչ մի բան, թե ինչու հիմա ինչ որ մարդիկ գալիս են եւ մենք իրանց տեղավորում ենք, դասավորում ենք, տուն ենք տալի, ավտո ենք տալի։ Իրեն տենց է կան, չէ՞։ Մեր համար դա ոչ մեկ չի արել, ոչ մեկ բացարձակապես, որովհետեւ չենք ունեցել այդ մարդիկ, որ անեն։ Իհարկե եղել են իմ կյանքում այնպիսի մարդիկ, ում տանը ես ապրել եմ, ինձ ոչ իմանով չեն մերժել, ամեն ինչ take care են արել եւ այլն, բայց որ ասեմ բարեկամներ եմ ունեցել, որ գան ինձ առաջին օրից տեղավորեն, վեկալեն, տանեն, բերեն, դաս բաներ երբևէ չեղել։ So ես ապրել եմ roommate-ով, ես անգամ գումարը չեմ ունեցել, որ վճարեմ եւ ինքը ինձ charge-էլ չի արել, որ վճարել, դեռ տեսնում էր, որ չէի կարող վճարել, որտեղ ես ամսական 6 ամիս հետո իհարկե ապրելուց հետո նոր ամսական աշխատում էի 30 օր, ամեն օր 10-ից 8 եւ ստանում էի, ասենք, ընդամենը $1200 աշխատավարձ ամսական, հա։ Իսկ երբ որ Ինչ է անում։ խանութում էի աշխատում։ So մի քանի խանութներում եմ աշխատել այս տարբեր Salesman։ խանութներում, այո, salesperson եմ եղել, շատ ուժեղ salesperson եմ by the way, բայց կապ չունի, ես ամեն ինչ փորձել եմ անել, տարբեր բաներ փորձել եմ, մի տարի ու կես ոնց որ փորձել եմ ինքս ինձ գտնել, շատ դժվարին ճանապարհներ ա եղել, ասենք չեմ ունեցել գումար, որ հեռախոսից բիլը վճարեմ, շատ լիքը խնդիրներ, դե լեզուն չգիտեի, թուղթ չունեի, իրավաբան պետքա վարձեի, թղթաբանությունս պետքա անեի, այնքան պրոբլեմատիկ սեզոն էր, դե պատկերացրու մայրդ ստեղ չի, եղբայրդ ստեղ չի եւ դու հա, կոպիտ ասած անտերու դուս, ասենք ուրիշ երկրում, օտար ափերում ու դու պետքա այդ ամեն ինչին հարմարվես, ու էլի եմ նշում, որ մենք խոսում ենք մի մարդու մասին, որը կայացած ա եղել Հայաստանում աշխատանքով, ուսումով, ընկերությամբ, շրջապատով, այսինքն ես շատ կայացած անձնավորություն եմ եղել Եվրոպաներում սովորած, այսինքն իմ համար այդ փոփոխությունը, այդ անցումը որտեղից որտեղ շատ կտրուկ էր, ասենք ես ներս չեղեմ միտեղից փախել, եկել եմ անտեր, ու ընկել եմ նույն վիճակի մեջ ու էդի չի եղել, էլի, այսինքն շատ տարբեր ա եղել եւ այդ տարբերությունը իհարկե իմ վրա անդրադարձել է, բայց ես հուսահատվող տեսակ չեմ հուսահատվել, չեմ հիասթափվել եւ շատ դժվար աշխատանքի, 24 ժամյա աշխատանքի, չքնելու, իմ մեջ ինվեստ անելու, իմ ընկերների, իմ շրջապատի լավ ընկերական շրջապատ ձեռք բերելու եւ ամեն ինչի շնորհիվ կարողացել եմ բնականաբար տաղանդի, դե իհարկե տաղանդը միանշանակ է, դրա մասին խոսք չկա, բայց այնքան տաղանդավոր մարդիկ կան իմ կարծիքով, բայց երբ որ աշխատասեր չես, ոչ միտեղ չես ասում։ Դու տաղանդը արտահայտելու ձև կա, պետք է կարողանաս કે տաղանդը արտահայտես, քեզ ճիշտ վաճառես։ Այո, ես միշտ ասեմ, American Dream ասվածը ինքը շատ խորքային է, մարդիկ մտածում են, որ Ամերիկան բոլորի համար հավասար է եւ բոլորին տալիս է նույն outcome-ը։ Opportunity-ն եւ outcome-ը լրիվ տարբեր բաներ են։ Ամերիկան մեզ բոլորիս տալիս է նույն opportunity-ն։ Մեզ բոլորիս տալիս է նույն access-ները, նույն շրջապատը, նույն հնարավորությունները, նույն աշխատանքի տեղերը, նույն քաղաքը, նույն ամեն ինչ նույնն է։ Բայց այ outcome-ը, թե մենք դրանից ինչ ենք ստանում, բացարձակապես տարբեր է։ Opportunity-ները, հնարավորությունները նույնն են, արդյունքը, outcome-ը լրիվ տարբեր։ Մի մարդու համար outcome-ը բացարձակապես նույնն է, 50 տարի հետո ինքը մնում է նույն տեղում, եւ մի մարդու համար էլ ոնց որ ես ասենք մի 4-5 տարի հետո արդեն ունեի հեղինակավոր ընկերություն, ունեի ճանաչված անուն, ունեի արդեն գնված բնակարան, ունեի ամեն ինչ, փառք Տիրոջը, այսինքն դա այդ հնարավորությունն ու արդյունքը համապատասխանեց, որտեղ դրա համար կար ցանկություն եւ աշխատասիրություն, իսկ ցավոք սրտի այսօր շատ մարդկանց մեջ դա չկա։ Կամ միայն փող աշխատելու ու ցանկություն, բայց ոչ մի ձգտում, ոչ մի աշխատասիրություն, ոչ մի investment, ոչ մի բան չկա դրա համար։ Իսկ American Dream-ը տենց ուղղակի փողոցում դրած չի եւ պատերից կախած չի եւ ծառերից կախած չի, American Dream-ը հենց այդ Նա չեն խաղում ծառայից այդ դոլարը։ Հա, ես էլ տենց դեի, հա, փախլավաներն ու դոլարներն ու բաները, չէ, եկանք տեսանք, որ ծառից ոչ մի բան կախած չի, պետքա սա ամեն ինչի համար աշխատես։ So
Դա ասելով American Dream-ը իմ համար I'm a full representation of an American dream. I'm a total representation of American dream. I think I'm living it today. Հիմա ես դրա մեջով ապրում, անցնում, ես ամեն օր ամերիկյան երազանքի վառ խորհրդանիշ եմ, որ եկել եմ ոչ իմանից ու ստեղծել եմ Կալիֆոռնիայում եւ կարող եմ ասել նաեւ Միացյալ Նահանգներում շատ հեղինակավոր մի կազմակերպություն, լավ կյանք, լավ հնարավորություններ։ Ոնց է կոչվում կազմակերպությունը։ Edgar Havens, բայց ինչպես ամերիկացիներն ասում, Edgar Havens, դա արվել էր զուտ նրա համար, որ իրենց համար հեշտ լինի pronounce անել իմ last name-ը, որտեղ իմ ազգանունը Հայրապետյանն է, եւ ամերիկացիները եւ օտարները, հատկապես celebrity-ները, իրանց lawyer-ները կամ իրանց assistant-ները չեն կարողանում, ինչեւ ասում էին, անոնց ջարդում էին սա ազգանունս խայտարակում էին, so ես հասկացա, որ դա հնարավոր չի, so որպեսի պահեմ իմ Հայրապետյանի հայը եւ պահեմ իմ տեսակը, որը որ խորհրդանշի թե ես ով եմ, հայ եմ, ամենակարևոր բանը որ դա միշտ շատ պատվով ամենտեղ ասվում է եւ նշվում է, որ ես հայ եմ, անգամ իմ բոլոր ոչ հայ հաճախորդների մոտ, հատկապես նրանց մոտ ավելի շատ, պահվեց հայը, որպեսզի որտեվ նաև hey գրող կա Ամերիկայում, որ իրանք ծանոթ են այդ ազգանունին, so company-ն կոչվեց Edgar Havens։ Շատ լավ մարքեթինգային քայլ է սա, ու այո, իրականում ստացվել է։ Եվ ստացվել է։ Դու աշխատել ես Մայքլ Արամի հետ, եթե չեմ սխալվում, բավականին երկար ժամանակ։ Այո։ Ու ես հիշում եմ դու Մայքլ Արամի ստորերի ամենաշատ սելզանող person-ն ես։ Այո։ Ոնց եղավ ինտեգրումը դեպի այդ։ Դե ես մենակ Մայքլ Արամի չէ, ես բոլոր դիզայներների հետ եմ աշխատել, բոլոր Մեզ բոլորիս հայտնի Մայքլ Արամը։ Այո, հայ արմատը։ Դե այո, մենք ընկերներ ենք, այսինքն մենք նենց չի որ զուտ աշխատանքային ա եղել մեր հարաբերությունները, ինքը շատ լավ դիզայներ է, հայ դիզայներ է, այսինքն երբ որ ինքը իր flagship-ը բացում էր, so այդ առաջարկը եղավ, ես ասացի, օքեյ, քանի որ ես միշտ արտի մեջ եմ եղել եւ այդ հնարավորությունները ինձ տրված է ի վերուստ եւ Ինչով ես արտի մեջ եղել։ արտի մեջ իմ տեսակով, իմ ճաշակով, իմ բնավորությամբ, իմ գիտելիքներով, իմ կարդալու եւ ուսումնասիրելու, սկսած չեմ ավարտել, ես ոնց եմ ասում, իմ մասնագիտությունը եղել է իրավաբան, ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ, I have a master's degree in շատ պետք է Հայաստանում ասեմ։ Այո, master's degree in constitutional law։ Բայց քանի որ այդ առաջարկը եղավ, չմերժեցի եւ իր համար աշխատեցի company համար եւ ներկայացնում էի company-ն Կալիֆոռնիայով եւ Ամերիկայով եւ ոչ միայն իր այլ եմ ասում աշխարհարչակ շատ դիզայներների համար ես այդ համագործակցություններն ու բաները արել եմ եւ մինչեւ հիմա այլ անում եմ հիմա այլ ունեմ իմ խանութը, որը նաեւ տրամադրում է design consultation-ներ, կոչվում է Milas Luxury Gifts Բրբանկում, որը ես բացեցի զուտ իմ հաճույքի համար կարող եմ ասել, որտեվ բնականաբար դա իմ հիմնական եկամուտի աղբյուրը չի, բոլորը գիտեն, իմ հիմնական ամբողջական եկամուտի աղբյուրը գալիս է առիթներից, սա իմ համար մի հատ հաբի է, սա իմ համար IRS-ը գիտի դրա մասին։ Ինչպես? IRS-ը գիտի դրա մասին։ Բոլորն էլ գիտեն եւ բոլոր թաքսերն էլ վճարվում են, ես կարամ ասեմ երևի ամենամեծ թաքս փակողներից եմ հայ համայնքում, համենայն դեպս ես տենց եմ կարծում, որտեվ լսել եմ նենց մարդիկ, ովքեր ինձանից մի 10-20 անգամ ավելի շատ գումար են աշխատում, բայց երբ որ ասում են թե ինչքան թաքս են փակել, շոկի մեջ եմ գնում, ասում բայց ես ոնց եմ դրանից ասեք մի 5 անգամ ավել փակում, ասում են դե դու շատ ես տալի, բայց ասում բայց նորմալ է որ տալիս ես եւ պետք է տաս, որտեվ այն բոլոր լավ բաները, որ մենք վայելում ենք Ամերիկայում, սկսած չգիտեմ, ֆրիվեյներից, դպրոցներից, համասաններից, հոսպիտալներից, հիվանդանոցներից, չգիտեմ, ամեն ինչից, այն ծառերից, ծաղիկներից, ապահովությունից, բանակից, ամեն ինչ գալիս է այդ թաքսերից ու ես շատ մեծ հպարտությամբ թաքս եմ փակում ու շատ ուրախ եմ, որ կարողանում եմ Աստված ինձ տվել այդ հնարավորությունը, որ ես աշխատեմ ու թաքս փակեմ ու ասեմ Գրիգոր ջան կզարմանաս, կամ տաղա չզարմանաս Երևի միակ են մարդկանցից եմ ու կարակ պետական բոլոր աղբյուրներից այդ ինֆորմացիան ճշտեք, որ կյանքում Ամերիկայում ոչ մի տիպի օգնություն չի ստացել։ Բացառիկ հայ։ Անկամ այն ժամանակ, երբ որ ես Ամերիկայում ապրել եմ ու ոչինչ չեմ ունեցել, ես չեմ ստացել ու չեմ իմացել, որ կարամ ստանամ։ Պատահական մի անգամ, երբ որ շատ ուժեղ հիվանդացա Հալոյինից հետո,
emergency կանչեցինք, պարզվեց, որ ես իրավունք ունեմ անվճար մեդիկալ ստանալ, ես չգիտեի ու այդ բժիշկը այդ օգնություն ցույց տվողը զարմացել ասում էր ոնց միակ հայն ես ասում որ չես ստանում այս բանը ասում բայց ես չգիտեմ էլ ձևը որ ստանամ միակը չես դիմացդ նստած հա դե ուրեմն բարև ձեզ բարև ձեզ շատ հաճելի է լավ է որովհետև ես համարում եմ որ դա սխալ է Ոչ թե չեմ անում, որտեվ դրա կարիքը չունեմ կամ ունեմ, դա երկրորդական է, լիքը մարդ կարող է դրա կարիք ունենալ։ Փառք Տիրոջ, ես չունեմ այդ կարիքը, բայց դրա մասին չի խոսքը։ Ինձ թվում է այդ օգնությունները, այդ պետական բաներից խուսափելը, պետական ինչ որ բաներ ստանալը, սմարթում ստեղծում է մի հատ sense ինչ որ comfort zone, որ չի ուզում աճի մինիմումի բավարարվելու բան, չի ուզում աճի։ Ես դա միշտ չեմ ուզում, ես հակառակը ուզում եմ, որ իմ հնարավորությունները անսահման լինեն, ես աճեմ։ Ես եթե ես տալիս են մի հատ փոքր տեղ ապրելու, մի փոքր ուտելիք ուտելու եւ բժշկական ապահովություն, ասում են դե մնա տենց այդ տարածքում այդ ձևիդ մեջ, դու դառնում ես ընդհանրապես մի հատ կոպիտ ասած մի քիչ լավ կերած, մի քիչ լավ հակած ստրուկ, բայց նույն բանն է, տարբերություն չկա։ Ես կյանքում չեմ ուզեցել տենց խմեմ եւ դա է եղել պատճառը, ոչ թե կարիքը չեմ ունեցել, ոչ, սկզբում լավ էլ ունեցել եմ, բայց դա է եղել պատճառը, որ ես որոշել եմ ոչ մի պետական բաներից չօգտվեմ եւ անգամ լոներից, չգիտեմ, unemployment-ներից, անգամ COVID-ի ժամանակ ես չեմ ստացել։ Բոլոր իմ աշխատողները ստանում էին, ինձ էլ ասում էին ստացվում ես նշեմ բան չեմ կարող ստանալ ինձ պետք չի դա ես պետք է աշխատեմ անգամ COVID-ի ժամանակ Էդգար իսկ պատվիրատումներից եղն են որ գան ասեն Էդգար ջան արի գումարը որ արսում ես մի մասը քեզ կանխիկ տանք այդ հարցը ավելի էժան կազմակերպենք տենց հարցը լինում ես իհարկե լինում են բայց ես մեկ ասեսն ես տալիս եմ հետո իմ թաքսերներ տալիս եմ էլ լինում է կանխիկ են տալի լինում է չեկով են տալի լինում է վայրով են անում բայց իմ account-ները իմ ամեն ինչը այնձև է աշխատում ես այդ բոլորի թաքսերը տալիս եմ եւ ելի եմ ասում ոչ թե տալիս եմ որովհետեւ չեմ կարա չտամ կամ վախենում եմ չէ ձևերը կա եթե ուզենաս կարա չտաս բայց ես ուզում եմ տամ ես ուզում եմ լինեմ բարձր tax հարկ վճարող որովհետև դա է ինձ հնարավորություն տալի որ ես բիզնես բացեմ տուն առնեմ ապահով զգամ ինձ եւ դա ինձ հոգեվոր եւ ֆինանսական եւ բարոյական բավարարվածություն է տալիս միջոցառումների հայտնվելը այսինքն դառնալ event planner այո քեզ օգնել է քո եղբոր ֆակտորը մարդկանց քեզ ճանաչելու համար եւ այո Իդեպ ասեմ որ Էդգար եղբայրը Մարատ Հայրապետյանը ժողովրդական երգիչ այո մեր բոլորի կողմից սիրված շնորհակալ եմ Ուրիկ ջան thank you այո Մարատ Հայրապետյանը տարիներով կարող եմ ասել 12-11 տարեկանից սկսած եղել է Հայաստանում լավագույն երգիչներից արվեստի գործիչներից մեկը եւ նաեւ շարունակել է դա այստեղ բայց հետո կյանքի ինչպես ասի ճանապարհներով բերումներով փոփոխություններով դե դու գիտես իրեն, so ինգիրա երաշխությունը մարքեթինգային ֆինանսական բան չէր կարող լինել, ես կնես չէր որ ինքը կարար գա այստեղ ռեստորաններում կամ իմ հարսանիքների երգեր։ Այ դրան ես ուզում այ դու ասի։ Հա, գիտեք ինչքան մարդ է ասում ինձ որ բախի աղբորդ չես բերում երգի բան։ Էդ էլ ասեմ իմ վատ տեսակն է։ Օրինակ ես այդ իմ մեջ չեմ սիրում, բայց ես այտենց եմ։ Իմ մաման էլ ասում, «Տար աղբորդ կանչի թողա երգի օրինակ, համար փող աշխատի» կամ ասեմ, «Մամ, ես չեմ կարող, ես հաճախորդի փողի վրա չեմ կարող խաղալ»։ Եթե ես զգում եմ, որ այդ մարդը տեղի համար հարմար չի, ուզում եմ հալալ աղբերս լինի։ Ուզում եմ իմ, չգիտեմ, կինս լինի, երեխաս լինի, մայրս լինի, հայրս լինի, օրողբերս լինի։ Ես այդ մարդուն չեմ տա բիզնես, որովհետև ինքը ուզում է փող աշխատի իմ հաճախորդի հաշվին։ Այսինքն, օրինակ համար, եթե մայրս ունենար ծաղիկի խանութ, փարկաստու չունի, բայց ունենար։ Ես ասեի, օքեյ, մամայիս եմ տալիս գործը, որովհետև հարսանիքը ես եմ անում, թող մամաս փող աշխատի։ Ու հետո հաճախորդը դժգոհներ կամ ես գցեի իմ ոտին ու արդես իմ ուզածով չլներ եւ այլն եւ այլն։ Ես ինձ որպես մասնագետ չէի հարգի եւ ասեմ խորապես եթե ուսումնասիրես դու հերու չես գնա այդ ձևով դա ժամանակավոր կտևի սո ես անգամ իմ հալալ մորը գործ չեմ տա եթե ինքը այդ գործը լավ չի անել սո հիմա գնացին եղբորս ես չէի տալի բիզնես եւ հիմա էլ չեմ տալի ես ոչ մի իմ արեթի չեմ կանչում որ ինքը երկի որտեվ ես չեմ կարծում որ ինքը կոմերցիոն հարսանիքի երկի չի նեղանում քեզանից մեկ կարող է նեղանա մեկ չէ մաման է շատ է նեղանում ինքը չէ մաման է ասում այ աղբորը սպորտ չես անում բան sense բաներ մաման ծանր է տանում այդ բա կամ թեկուզ ասում կանչի թու հաղորդում վարի կանչի թու էսանի ավելնորդ փողը էսն ասում չեմ ես կարծում եմ ինքը կոմերցիոն չի իր կլաս իր տեսակ այնքան բարձր է որ ինքը չի կարող գա հարսանիքի երկի ինչ որ մի հատ տաշի տուշի մեկ ընդ տանակ պատրակորով շխկացնի ու ինքը բարձրանա երկի ինչ հա թե ասենք չէ 5-10 կամ 20,000 դոլար փող աշխատել ես կարծում եմ ինքը դրա կարիքը չունի եւ ինքը շատ established businessman է հիմա շատ հայտնի nutritionist doctor-ա որը
ինքը ունի իր օֆիսը Սպանում։ Թալուքալեյքում սպան ունի, իր մոտ լիքը celebrity-ներ են գնում եւ ասեմ քեզ ոչ իմ ընկերներն են կամ ոչ իմ հաճախորդներն են, ինքը իրանով celebrity հաճախորդներ ունի, ոչ չեմ ճանաչում, ասենք Al Pacino-ի կնոջից սկսած մինչեւ NBA ու NFL խաղացողներ գնում են իր մոտ, ես չեմ ճանաչում իրանց, իմ հաճախորդներ չեն, ես չի որ մենք կիսվում ենք, ես չգիտեմ իր բիզնեսում ով կա, ես ով կամ մենք իրար հետ շատ այդ հարցում շատ independent ենք, անկախ ենք իրարից։ Հարցակցությունա։ Բացարձակապես ես ուղղակի ժամանակ չունեմ, որ շատ զբաղվեմ այդ դրանով, ինքն է ժամանակ չունի, որ իմ գործով հետաքրքրվի կամ զբաղվի։ So այդ ասելով ես իմ եղբորը այդ նկատի ունենալով ես իմ եղբորը տենց որ շատ չեմ տեսնում մի հատ էլ ճիշտ է մենք շատ մտերիմ ենք, բայց ես առավոտը դուրս եմ գալի, ինքը գիշերը գալիս, ասենց խառը վիճակ է մեր մոտ։ So դա համար չեմ էլ բանան։ So հիմա քո հարցին պատասխանեմ, օգնեց թե չօգնեց։ Քանի որ ես իրան չեմ օգնում, որ ինքը իմ ասպարեզում գումար աշխատի, ինքն էլ այն ժամանակ չի կարողացել օգնի, ոչ թե չի ուզեցել, չի կարողացել, որովհետև իր շրջապատի մեջի մարդիկ եւ իր ընկերական շրջապատի չեն եղել այն մարդիկ, ովքեր կարային ինձ այս ասպարեզում օգնել։ Այսինքն ցանկությունը եղել է, բայց հնարավորությունը որպես այդպեսին չի եղել։ Մի բանով որ կարող եմ ասել իմ եղբայրը օգնել է ինձ համայնքում դա եղել է անունով հարգանքով, այսինքն եթե միտեղ պետք է եղել ես գնամ մի հատ հարց լուծեմ, չգիտեմ այդ ժամանակ երբ որ հայտնի չեմ եղել, ասել են դե Մարատի աղբերն է, Մարատ Հայրապետյանի աղբերն է, take care արեք կամ Մարատի աղբերն է գալի, անդադ այդ անունով ինձ ոնց որ այդ սկզբում բան եղել, բայց իմ անձնական գործի մեջ Edgar Hay events-ի մեջ աջակցություն, տենց բան չէ։ Չեմ հիշում որ թվականներ մեծ ծնունդ կազմակերպեցիք, չէ՞։ Դու եղբայրդ։ Քանի 3-400 հոգի Այո, տարիներ առաջ չեմ հիշում։ Բավականին երկար ժամանակ առաջ էր։ Այդ դա քեզ ինչ որ ներշնչում տվեց, որ դու փորձես ինքդ սկսես իվենտներ կազմակերպել։ Ոչ, ես դրանից առաջ էի իվենտներ կազմակերպել։ Արդեն դրանից առաջ սկսել ես։ Այո, ես սկսել եմ 2012 թվականի վերջերից, 2013 թվականի հունվարին ես արդեն տան մեջ ծնունդներ, առիթներ էի անում ու սկզբից ասեմ, այսինքն մոտավորապես 13-14 տարի արդեն կարող եմ ասել, այդ մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ։ Ուղղակի սկզբում ես, եթե կհիշես Գրիգ ջան, այն ժամանակ Instagram բան տենց բաներ չկար, նոր էր բացվում այդ ամեն ինչը։ Այսինքն մարդիկ տենց social media-ներում չէին։ Ես էլ դե լինելով տղա, տենց առանձնապես չեմ կարա տենց poster անեմ, չեմ նկարվեմ պրոշներ, հայլիներ, այսինքն այդ իմը չեմ պատկերացնում, ոնց կարա դա անել, այսինքն գործը անում էի, բայց ցույցալու տեղ չկար, հա, ինչ որ այդ վիճակը, կամ ասենք սումկա վեկալեմ, քայլեմ այս կոմենկոմ, I can't, like that's not who I am, like ես չեմ կարա անեմ, ես behind the scene եմ հենց մեր խոսակցության սկզբում ասեցի, ես գործի հետևն եմ, ես շատ ուժեղ գործեր եմ անում, ես այն ժամանակ այնց party-ներ էի անում, մարդիկ ժամը 4-ին գալիս էին, ժամը 4-ին առավոտը չէին ուզում գնալ, ստիպում էինք, հանում էինք, ասում ենք գնացեք, ժամանակը պրծավ արդեն, 2-ին վերջացավ։ Ոնց էին քո մասին իմանում։ Շատ լավ հարց։ Շատ լավ հարց։ Իմ առաջին ենք ու ես մի բան էլ ասեմ Գրիգ ջան, մինչև այդ հարցից պատասխանեմ։ Ես ոչ միայն առիթներ էի անում, հիմա այն ժամանակ ես անում էի տարբեր մեծ կազմակերպությունների համար fundraising-ներ։ Ու ես խոսում եմ լուրջ ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններ, որոնք ունեն ասենք ամբողջ Ամերիկայով բրանչեր, իրանց fundraising-ներն էի անում, իրանց ու ես արել եմ նաև շատ fundraising-ներ ու event-ներ մեր հայ ներողություն, հայ եւ ոչ հայ քաղաքական գործիչների համար, հա, Ադամ Շիֆի համար եւ այլն, այսինքն քաղաքապետների համար, տների մեջ fundraising-ներ եւ event-ներ, ես այնքան քաղաքական նաեւ event-ներով եմ զբաղվել, եւ դից մարդիկ ինձ ճանաչել են այդ ժամանակ, հա։ Այսինքն դա չի եղել մենակ հարսանիք կնունկ ծնունդ իրավիճակ, դա եղել է նաեւ քաղաքական միջոցառումներ։ Եվ տենց մարդիկ ինձ ճանաչել են, իսկ որը որից ոնց ասեմ, պատահական երևի տենց մի օր մեկը ասաց արի ինձ օգնի, իմ ընկերներից մեկը տենց գնացի օգնեցի։ Ու այդ ճանապարհը տենց բացվեց, հետո մի անգամ էլ ասաց, հետո մի անգամ էլ, հետո այդ արդի տեղի ինձ մեկը տեսավ ասաց, կուզենամ իմ երեխու առիթ անես, հետո իմ լավ ընկերներից մեկում հետ մենք ընկերություն էինք անում։ Ասաց ուզում եմ ծնունդս անես, իր ծնունդը արեցի Granada Hills, հետո դրանից հետո այդ ծնունդի օրը այնքան լավ անցավ, ես կարող եմ ասել երևի 7-ից 10 հոգի այդ օրը իմ դարան իմ հաճախորդը ու իրանք կանչեցին ինձ իրանց առիթներին բանին, իրանց միջոցառումները արեցի ու հետո դրանից հետո մեկը ասաց իմ երեխու հարսանիքն է, առաջին հարսանիքս այդ ժամանակ առաջին հարսանիքս արել եմ 2014 թվականին
եթե չեմ սխալվում, հունիս թե հուլիս ամիսներ ամռան։ Այսինքն սարաֆանները ռադիոյի սկզբունքով գնաց, Այո, այո։ Ու այդ հարսանիքի օրը արդեն ես կարող եմ ասել, հարսանիքի օրը մարդ եղավ ինձ մոտիկացավ, ասաց դիպոզիտ եմ քեզ ուզում տամ, հենց հիմա ասաց ես հիմա զբաղված եմ աշխատանքի մեջ չեմ կարող, ասաց չէ հենց հիմա ուզում եմ քեզ դիպոզիտ տամ, որ իմանամ որ իմ երեխա առնել կան, այսպետև ինձ թվում է մարդիկ հո միամիտ չեն այսօր կամ տգետ չեն, տեսնում են աշխատանքի որակը, տեսակը, տարբերությունը, որ ես տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ ու ես էի գնում առիթների, ծիծաղել էին այդ առիթները, իրանք, ասենք, մի հատ չեմ, 3 հատ փուչիկ էին դրում, կարմիր կապույտ ծիրանագույն կամ մի հատ փոքր սենց ծաղիկ էր դրվում, ու դա համարվում էր centerpiece, ասենք, ես եկա, չգիտեմ, պատերից, պատալոկներից, պոլերից բաներ էին դուրս գալի, չգիտեմ, ջրվեժներ էր, ջրեր էր, կարապներ էին, սիրամարգեր էր, հա, միած ինչ-որ հեքիաթային դրախտային առիթներ ստացանք, չգիտեմ, գանդոլաներ էին, իտալիան երգիչներ էին նվագում փուլերի մեջ, բան, սկսեն սենց բաներ, որ ոչ մեկ չէր։ Skills-ը որտեղից վերցիր։ Էլի գնում ենք նրան, որ դա իմ մեջ եղել է Աստծուց տրված, այսինքն ես միշտ արքի արվեստի գեղեցիկի հանդեպ ունեցել եմ ձգտում։ Իմ համար գեղեցիկը աստվածայինն է, իմ համար գեղեցիկը դրախտայինն է, իմ համար գեղեցիկը փրկության ճանապարհը, երբ որ մարդը գեղեցիկը չի տեսնում, կարա լինի ցանկացած գեղեցիկի մասն ենք խոսում, կարա լինի մարդու ուտելիքի, ծաղիկի, բնության, կենթանու, եթե դու գեղեցիկը չես կարողանում տեսնել, ուրեմն դու քո մեջ աստվածային քիչ բան կա, ասենց ասեմ, չեմ ասում չկա, բայց քիչ բան կա։ Եթե մարդը չի կարողանում գեղեցիկը գնահատել, լավը գնահատել, հա, որովհետև ցանկացած լավ բան Աստծուց է, չէ՞, ցանկացած գեղեցիկ բան Աստծուց է, ցանկացած վատ, չար, Մենք տենց ենք տեսնում, այո, շատերը չէ։ ցանկացած վատ բան, տգեղ բան, ցանկացած անշնորհք բան, դա սատանայից է, չէ՞, սո ես միշտ այդ գեղեցիկի, միշտ այդ աստվածայինի, միշտ այդ խորհրդավորի, միշտ այդ երազանքի կողմնակից ու տեսնողն եմ եղել, ու դա իմ մեջ դրվել է, բացի դրանից իհարկե կրթություն, ինքնակրթություն, թատրոններ գնալ, թատրոններում խաղալ, ես նաև թատրոններում խաղացել եմ փոքր երեխա ժամանակ, լիքը գրքեր կարդալ, թանգարաններ, հա, ես արդից կարող եմ ժամերով խոսել նկարիչներից ու գրողներից, այսինքն դա մի բան ա եղել, որ ինձ ինքնակրթել է, ու չգիտեմ, եմ ասում, ես միշտ բոլոր իմ հաջողությունների եւ ձեռքբերումների համար շնորհակալ եմ Աստծուն, որտեղ եթե Աստված չկամենար, ես այդ ամեն ինչը չի ունենա։ Ես էլի եմ կարծում, որ իմ նման շատ մարդիկ կան եւ շատ տաղանդավոր մարդիկ կան եւ բայց իրանք չեն հասել են նրան, ինչին ես եմ հասել։ Աստծո blessing-ներն է։ Արի տարանջատ են, քեզնից վատը կա, քեզնից լավը կա, բայց քո նման դժվար լինի։ Հա, երևի, հա։ Դու անընդհատ այս խոսակցության ընթացքում մեջբերում ես Աստծուն, ուզում ֆիքս եմ առաքելական եկեղեցու եթե որտես միանշանակ աստվածապաշտ դա գալիս է ընտանիքից թե դու ինքդ ես ընտրել այդ ճանապարհը ընտանիքից է գալիս դաստիարակությունից է գալիս ավանդույթներից է գալիս առաքելական եկեղեցու հետևորդ այո քրիստոնյա բայց մենք նաև պետք է հասկանանք որ ժամանակին սովետի ժամանակ ես սովետի ժամանակ եմ ծնվել եւ իմ ծնողները եւ իմ տատիկ պապիկները այդ ժամանակ սովետի գաղափարախոսությունը եղել է աթեիստական այսինքն իրանք չեն եղել եկեղեցու հետևորդ այնքանով որքանով ասենց ասենք եղել են բայց չեն եղել հիմնականում դա եղել է hidden եթե եղել է տան մեջ են մարդիկ դա ավելի շատ քարոզել որտեվ եկեղեցին ավելի սահմանափակ կամ բանի տակ են եղել հա prohibited ասենց ասենք այո, դու պատասխանեմ հարցին, այո, դա հիմնականում կարող եմ ասել ընտանիքից եւ դաստիարակությունից եկել, բայց նաեւ ժամանակի ընթացքում ինչքան մեծանում ես, այնքան փորձում ես հասկանալ կյանքի իսկական արժեքն ու իսկական որտեղից ենք եկել, ուր ենք գնում տարբերակով, հա, ամեն ինչ այնքան աներևույթ ու սին ու անարժեք է իմ կարծիքով, որ եթե չունես հոգևոր, եթե չունես հավիտենական, եթե չունես մի բան, որը որ քեզ պահում է սխալ քայլերից եւ օգնում է, որ գնաս դեպի ճիշտ քայլերը, ուրեմն դու չես կարող երկար տևել ու ինչ որ մի պահի ոդկը սայթակես ու կընկնես, որտեվ հատկապես Ամերիկայում մենք հասկացանք ես իմ վրա եմ օրինակը բերում, ես հասկացա, որ ոչ գումարով կարող ես զարմացնել, ոչ հագուստով կարող ես զարմացնել, ոչ մեքենայով կարող ես զարմացնել, ոչ պայուսակով կարող ես զարմացնել, ոչ բանով չես կարող մարդուն զարմացնել։ Միան մարդուն այսօր Ամերիկայում միայն կարող է զարմացնել
how godly you are, how amazing you are, ինչքան լավն ես, ինչքան աստվածապաշտ ես, ինչքան բարի ես, ինչքան կամեցող ես, ինչքան արդար ես, ինչքան մաքուր ես, ինչքան բարոյական ես, իսկ այդ բոլորն ինչ որ ես նշեցի, դա գալուս է պատվիրաններից եւ Աստծուց, այսինքն եթե դու այդ դրանք պահում ես, այ դրանով զարմացում ես, ասում եմ մարդ, Շատ գովելի է։ Հա, so դրա համար ոնց որ ես փորձում ինչքան իհարկե անմեղ եւ բան չեմ որ ասում եմ բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ մեղքեր ենք գործում, ես էլ իմ ամենօրյա կյանքում համոզված եմ որ շատ մեղքեր եմ գործում, բայց ամեն գիշեր Կարևորը հասցնանք գնում, այո, փորձում մեղանչել եւ խնդրել Աստծուն, որ այդ մեղքերի համար ներվեն եւ շնորհակալ եմ լինում բոլոր այն blessing-ների համար, որոնք որ այդ օրը ինձ տրվել է, որտեվ I strongly do believe that every day is a blessing. Մենք ամեն օր ապրում ենք արթնացանք, արդեն դա Աստծո օրհնությունն է եւ դա այդ մեծ blessing-ն է, որ համար պետք է շնորհակալ լինենք։ Ու իմ կարծիքով, եթե մարդը փոքր բանի շնորհակալ չի լինում, մեծից է չի կարող լինել, ու այդ մարդը ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի պահի կործանման եզրին է կանգնել, որտեվ ինքը այդ սկզբունքներն ու այդ արժեքները աստվածային, հա, creator-ի, հա, մեր բոլորի արարիչի կողմից դրված արժեքները իր մեջ չունի։ Էդգար, գեղեցիկ ու ճոխ իվենտներ միջոցառումներ կազմակերպելը դա արվեստ է։ Այո։ Քո պարագայում ոնց հասկացա, դա դարձել է կյանքի lifestyle, այսպես ասած։ Դու դրա մեջ տեսնում ես առաջնահերթ գումար աշխատելը, թե այդ lifestyle-ն է, որը որ ուզում ես քո Էդգար անունը պահեսվեր ավելի։ Կարող եմ ասել երկուսը միասին, ես չեմ ստի եւ չեմ ասի, Դու որ ինձ կարևոր բարձր հոնորար, Այո։ sorry, հոնորար պահանջող անձանցից ես դրա համար ասի։ Այո, այսօ համայնքում միանշանակ ամենաբարձր պահանջող, այո, ես համար մեկն եմ եւ իմ աշխատանքով եւ իմ գնային համակարգով, այսպես ասած։ Ամերիկայի մասշտաբով չեմ կարծում, որ շատ բարձր եմ, որովհետեւ ամերիկյան ինդուստրիայում event planner-ները կարող եմ ասել ինձ 2-3 անգամ ավելի շատ են չարժանում եւ անում են 12-3 անգամ պակաս աշխատանք իրականում բացարձակ չես կարող համեմատել իմ որակը իրանց որակի հետ։ Ինչքան ես Անհամեմատելի է։ Ես չարժանում մինիմումը 15000 է, այսինքն 15000 Դա զուտ քո աշխատանքի զուտ միայն իմ աշխատանքի համար, որպես ես արդյոք կազմակերպեմ, դա մնացած ծախսերը արդեն parza ըստ այո բյուջետները կարող են լինել տարբեր, կարող են լինել, չգիտեմ, $50,000 կարող են լինել $1 միլիոն, կարող են լինել ավել։ So Հիմա դա կապ ունի հարսանիքա, թե օրինակի celebrity երեխայի Ինձ ծնունդ։ համար կապ չունի, ես celebrity-ներին եմ նույն գինը չարժանում, հայերին եմ նույն գինը չարժանում, բոլորին նույն գինն եմ չարժանում, որտեղ իմ համար տարբերություն չկա, ինձ չի հետաքրքրում ինչքան փող ունես, դու կարող ես լինես միլիարդատեր կամ սովորական իմ նման սովորական մահկանացու ասեմ, իմ աշխատանքի գումարը դա է, ես դա համարում եմ, որ քիչ էլ իրականում է, թե ես համատուն, թե ես ինչքան աշխատանք եմ դնում, ինչքան պատասխանատվություն, այդ մարդկանց ստրեսն ու այդ anxiety-ն ու այդ քաշքշուկ ու այդ ամիսներով, տարիներով պլանավորելն ու կազմակերպելը ու այդ օրը այդ ամեն ինչի մեջով անցնելը, այդ 15000-ած զանգու տեքստ ստանալն ու պատասխանելը, այդ որ վերջին րոպեին խնդիրներն առաջանում է, որ բոլորը գալիս են քեզ սկսած մատուցողից վերջացած ծաղիկ սարքողից ու ռեստորանի տիրոջից ու հարսի մամայից ու քավորից ու քավորի հորողբորտաղուց բոլորը գալիս են քեզ որ դու այդ հարցին լուծում տես, որովհետև միակ մարդը որ իրանք տեսնում են այդ րոպեին որ կարա այդ հարցին ցանկացած հարց, եւ դա կարող լինի օրինակի համար սաներից սկսած Red Bull-ով սկսած, մինչև չգիտեմ, ասենք քեյքը շուռա եկել, նոր քեյքա պետք, վերջացած վիճակ, կոպիտ ասած ու լույսերը գնացել է եւ այլն, ամեն ինչի համար գալիս են քեզ, այսինքն համ էլեկտրիկ ես, համ բժիշկ ես, համ հոկեբան ես, համ դիզայներ ես, համ ֆինանսիստ ես, այդ րոպեին դու ես քո քարտը տալի, այդ հարցերին լուծում տալի եւ ամեն ինչ դու ես, որտեւ այդ ամեն ինչը հաշվարկում ես, հասկանում ես թե ինչքան աշխատանք է դրա մեջ գնում, $15000 մոմա դա կոպեկներ է։ Այ ասում ճիշտ բիզնեսը այն ժամանակը համարվում ճիշտ, երբ որ բիզնեսը առանց քեզ է աշխատում։ Քո պարագայում բոլորը փոխկապակցված են։ Ցավոք սրտի առանց ինձ իմ բիզնեսը։ Հիմա քոնը բիզնես չի համարվում, քոնը ավելի շատ համարվում է արվեստ երևի թե։ Դե լավ բան ես ասում, համ էլ վատ։ Համ ուրախացնում ես, համ տխրացնում ես ինձ, որտեվ այո, եթե ես բիզնեսի կանոններն են դες։ Այո, եթե ես չլինեմ, իմ բիզնեսը most probably չի աշխատի, որտեվ այո, իմ հաջորդը գալիս է ինձ, իրանք ուզում են Քո անձնագնահատում։ իմ անձնագնահատում, իմ արժեքն է գնահատում, իմ ներկայությունն է գնահատում, բայց նաև հաշվի առնելով, որ դա
ես ունեմ մեծ թիմ աշխատողների, հա, այսինքն ես օրը 3-4 հատ հարսանիք եմ անում, նենց չի որ մի հատ եմ անում օրվա մեջ։ Այսինքն նենց չի որ հաջորդը պարտադիր ինձ միջոցառման ժամանակ տեսնում է։ Ես օրալինում 3 հատ հարսանիք եմ անում, 2 հատ ծնունդ, մի հատ house party, ես ունեմ full time 9-10 եւ part time մոտավորապես 10 քանի 16 հոգի աշխատող, որոնք որ assistant-ի իմաստը մենակ խոսում, այսինքն որ իմ համար են աշխատում Edgar Havens թիմում, ոչ թե subcontracted 19-20 հոգի։ Հա, մի քիչ պակաս, հա, դե full time-ները բարձր ավելի շատ են եւ part time ներողություն, Հակառակը, եւ part time-ները ավելի շատ են, այո։ Այսինքն կախված միջոցառման scale-ից ինչքան է պահանջվում, նոր աշխատողներ են հայրարվում դրա համար եւ production-ը կազմակերպվում։ Այսինքն նես չի որ everything relies on me, հա։ Այո, գլխավորը ես եմ, head-ը ես եմ, դիզայնը ես եմ տալի, կազմակերպչականը ես եմ անում, ֆինանսականը ես եմ անում, բայց արդեն logistical էտրոպեին աշխատանքային կազմակերպչականը տեղում, հա, on site the day of արվում է իմ assistant-ների միջոցով, դրա համար ես չեմ կարծում որ մենակ ես պետք է լինեմ որպեսի գումար աշխատեմ, ինձ թվում է Edgar Havens-ը այնքան բարձր հեղինակություն վայելող կազմակերպություն է, որ թե ես այնտեղ չլինեմ էլ կազմակերպությունը կաշխատի։ Միգուցե այնքան չաշխատի ինչքան հիմա, հաստատ չի աշխատի այնքան ինչքան հիմա, բայց կաշխատի, որովհետև ինքը ունի շատ established reputation։ Հրաշալի Էդգար ջան, շատ շնորհակալություն կիսվելու քո կյանքի ճանապարհի հետ։ Վստահ եմ մեր դիտորդներին բավականին մեծ ինֆորմացիա տվեցիր, որ American Dream-ը ոնց է կազմակերպվում ու վար Այո։ անձը մեր դիմաց նստածա ու պատմա դրա մասին։ Give up պետք չի լինել, պետք է գնալ առաջ։ Այո։ American Dream-ի մեջ կա մի հատ շատ կարևոր բան, որ ինքը երբեք չի մեռնում։ Ինքը միշտ կա։ Ամեն ժամանակ իրանն է թելադրում, ամեն սերունդ իրանն է թելադրում, այսինքն մեզնից առաջ եկող սերունդները ուրիշ ձով են այդ American Dream-ին հասել եւ մեր գալացողը եւ մեզանից հետո գալացողներ ուրիշ ձև են անելու, բայց դա միշտ լինելու է, դա մի հատ օթում կախված մի բան է, որը միշտ էս երկրում կա, դու ուղղակի պետք է իրոք գնաս դրան, իրոք հասկանաս, որ ինչ ես ուզում, and everything is possible։ Give up չես կարող լինել, պետք է hard working լինես, godly լինես, մի շնորհակալ լինես բոլոր տրված blessing-ների համար, ու մի օր, միգուցե երբեմն մեզ այդ ամեն ինչը հետ է պահում, մենք մտածում ենք, որ չի լինում, բայց միգուցե դա է պատճառը, հենց չի լինում, որովհետև որ պետք է այդ ժամանակը գա որ լինի, այսինքն մենք պետք է հավատանք, հա, believe in the process տարբերակին, որովհետև այդ րոպեին կարող է դա քեզ պետք չի։ Այո, դու չգիտես դրա մասին, եւ մի քանի օր դա քեզ պետք է լինում։ So պետք է հավատալ, պետք է աշխատել ու այդ ամեն ինչը հաստատ մի օր իրականություն կտա։ Շատ լավ, Էդգար ջան, իմ հաղորդման վերջում ես միշտ ոդկասթի նվիրում եմ իմ հյուրերին նվեր ու փորձում եմ գտնել այնպես մի բան, որը ինչ-որ ձև ասոցացում է, հիմնական գրքեր են։ Իմ սիրած հեղինակներից մեկն է Ռոբին Շարման, կոչվում է The 5 AM Club։ Կարծում դու եմ մարկանցից ես, որոնք այս կլաբի անդամ են, սկսում են իրենց օրը շատ վաղ ու բան։ Խնդրեմ, սա քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ եմ նորից զգացված եմ հայտնվելու իմ ոդկասթին։ Ես եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար, շատ հաճելի զրույցի համար, կարծում եմ միանշանակ ստացված հարցազրույցեր ու իրոք հուսամ, համոզված եմ, որ դիտորդներ են մարդիկ ովքեր թեկուզ իրանց կյանքն են սկսում կամ ինչ-որ կարիերա են սկսում կամ նոր են տեղափոխվել Միացյալ Նահանգներ կամ թեկուզ ինչ-որ միտեղ ինչ-որ մի ձևով հիասթափված են ինչ-որ մի բանից, իրանց մոտիվացիա կլինի եւ իմ հարցազրույցն ու իմ խորհուրդները կօգնի իրենց ճիշտ ճանապարհով գնալու եւ մեծ հաջողությունների հասնելու, եթե ես կիմանամ, որ միտեղ ինչ-որ մի անկյունում նույնիսկ այն մարդուն չեմ ճանաչել, մի այսքան փոքր բանով կարողացել եմ օգտեմ, դա իմ համար ամենամեծ բանը կլինի, so thank you քեզ այդ հնարավորության համար։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Էդգար Հայրապետյանը։ Մնացեք հայ, մնացեք ուժեղ։